Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից գաստրոթայմն է և ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյան։ Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես հեշտորեն քաշ գցել և կքննարկենք ինտերվալային սովի դրական և բացասական կողմերի մասին։ Ինտերվալային սովը որոշակի համակարգ է, որի ժամանակ սննդի ընդունումները տեղի են ունենում միայն որոշակի ժամանակային ինտերվալում։ Ամենատարածված ձևը ինտերվալային սովի 16-8 ռեժիմն է, այսինքն 16 ժամ սով և սննդի ընդունում 8 ժամվա ընթացքում։ Կան ինտերվալային սովի նաև այլ սխեմաներ, օրինակ 18 և 6, 20 և 4, 10-14, բայց ամենահաճախը հանդիպում է հենց 16 և 8 ռեժիմը, որոնք են ինտերվալային սովի առավելությունները։ Ընդունվող սննդի ծավալն է փոքրանում։ Սնունդը ընդունման հաճախականությունն է քչանում օրը 2-ից 3 անգամ և հետևաբար ընդունվող սննդի ծավալը ավելի է քչանում, որի հաշվին էլ հենց մեծամասամբ մարդիկ քաշ են գցում ինտերվալային սով պահելիս։ Բայց կան մարդիկ, ովքեր այս 2 կամ 3 սննդ ընդունման ընթացքում սովորականից ավելի շատ են ուտում, քանի որ երկարատև սովը պահելուց հետո, երբ մարդը վերջապես հասնում է այդ բաղձալի ափսեին, շատ դժվար է լինում քիչ ուտել, և դրա հաշվին էլ սովորաբար մարդիկ քաշ են ավելացնում ինտերվալային սովի շրջանում։ Եվ նման իրավիճակում ինտերվալային սովը տալիս է ոչ թե քաշի իջեցում, այլ ավելացում։ Մյուս առավելությունը ինտերվալային սովի օրգանիզմի մաքրումն է, ազատումն է ոչ պետքական սեփական բջջային կառուցվածքներից, ի հաշիվ սովի երկարատև շրջանների։ Ընդ որում, պետք է ֆիքսել, որ սկզբում ծախսվում է այն, ինչը պետք չի, պլյուս ճարպային հյուսվածքը որպես էներգիայի աղբյուր։ Իսկ հետո, երբ մարդը երկարատև լիարժեք չի սնվում, ծախսվում է ոչ միայն ճարպային հյուսվածքը, այլ նաև մկանային զանգվածը։ Հիմա հարց է առաջանում, արդյոք կարելի է ինտերվալային սով ինսուլինոռեզիստենտականությամբ կամ դիաբետով պացիենտներին։ Եթե ձեզ մոտ առկա է դիաբետ, հիպոգլիկեմիայի հաճախակի էպիզոդներով, ապա ինտերվալային սովի մասին պետք է մոռանաք։ Հիպոգլիկեմիան կյանքին սպառնացող իրավիճակ է, որը պետք չէ պրովոկացնել երկարատև սովի շրջաններով։ Լյարդի ֆունկցիայի խանգարումներով պացիենտներին ևս ինտերվալային սովը հակացուցված է, քանի որ երկարատև սովի պայմաններում արյան մեջ շաքարի պարունակությունը հիմնականում պահվում է ստաբիլ գլիկոգենի շնորհիվ, որն էլ հենց սինթեզվում է լյարդում։ Այդ պատճառով լյարդի խնդիրներով հիվանդներին խորհուրդ չի տրվում պահել ինտերվալային սով։ Բացի դա, ինտերվալային սովը հակացուցում է նաև երեխաներին, հղիներին, մարմնի զանգվածի դեֆիցիտով, ծանր սիրտ-անոթային անբավարարությամբ հիվանդներին, չկոմպենսացված թիրեոտոքսիկոզով, ստամոքսի 12 մատնյա աղու խոցային հիվանդություններով, լեղաքարային հիվանդությամբ, ծանր ինֆեկցիոն հիվանդություններով, տուբերկուլոզով, հեպատիտով պացիենտներին։ Հիշեք, որ ինտերվալային սով պահելուց առաջ անհրաժեշտ է հետազոտում և մասնագետի խորհրդատվություն։ Իսկ եթե դուք ուզում եք ավելի գրագետ քաշ գցել, ապա միացեք տվյալ տեսանյութի ներքևում գծված իմ տելեգրամյան խմբի հղմանը, որտեղ դուք կգտնեք 1 շաբաթվա քաշ գցելու սննդակարգը։